Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի։ Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու և Սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմություններ, մյուսը նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը։ Դիանա Գասպարյանին ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ հասկացվել է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշում ունի՝ պետք է հրաժարական տա Նոր-Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնվել է։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի հունիսին համացանցում մի սկանդալային ձայնագրություն էր տարածվել Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի զրույցի բովանդակությամբ։ Ձայնագրությունում Դիանա Գասպարյանը դժգոհում էր Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա, մեջբերում եմ, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել է արդեն, իրա հոգեկանը չի դիմանում, մեջբերման ավարտ։ Ի պատասխան Պապիկյանը նրան հորդորում էր պահպանել հանգստություն։ Այս միջադեպը Փաշինյանը չի մարսել և հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ Դիանա Գասպարյանին։